Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ամեն ինչ գնում է նրան, որ Միսակին իմ հերն է սպանել։ Այս արդեն շատ լուրջ է։ Հա։ Ու համ ես եմ այտենց մտածում, համ Էլկանը այտենց մտածում։ Հիմա հասկանում եմ Էլկան ինչ էր ասում։ Ինքը ոնց կարա կյանքը կապի մեկի հետ, ում հերը սպանել է իր հորը։ Թշնամիներ ենք։ Ախպերս այնպես բաներ ասեցիր, որ չգիտեմ անկեղծանց հիմա ինչ ասեմ։ Այս պատմությունը շատ երկար է։ Ես չեմ կարող ուղղակի գործնեմ Էլկային, ես չեմ դիմանա, այս կյանքում ինքը իմ համար ամենակարևոր մարդն է։ Հա, ես չեմ կարող հորս դեմ գնամ, բայց չգիտեմ էլ, եթե կողքին կանգնեմ, բա հետո։ Բա որ հետո զղջամ ու հասկանամ, որ սխալ էր այդ ամեն ինչը։ Չգիտեմ, ես հիմա ինձ ամենավերջին մարդն եմ զգում, որ հորս մասին սենց եմ խոսում, բայց ուրիշ ելք չունեմ, ես չգիտեմ ինչ անեմ, լրիվ անօգնական վիճակում եմ։ Երևի ամոթ չի խոստով անելը, որ հիմա ես ամենավատ վիճակում եմ ու օգնության կարիք ունեմ, ուղղակի մտքերս իրար են խառնվել, չգիտեմ ինչ անեմ, որտեղից սկսեմ, ոնց ուղղեմ այս սխալները, ամեն ինչ այնքան բարդ է։ Հասկանում ես, հերս չկա։ Գոնե լիներ խոսեի, հասկանայի, ոնց պետք է անենք, այս ամեն ինչը ինձ լրիվ կործանում է, ես չեմ հասկանում, թե ինչ անեմ։ Չգիտեմ, գոր, հիմա, եթե ես քեզ այս ամեն ինչը չասեի, մեկը մի օր իմանալու էիր։ Ոնց հասկանում եմ, ստեղ երկար ենք մնալու դեռ։ Ասում են համով հաց են, չէ՞ տալի, հարի մի բան պատվիրենք, հացկոտենք կդիմանանք, կնստենք, կխոսանք։ Ինչ եղավ։ Էլկայի հետ ստեղ, երբ որ հաց էին կոտում, իրան շատ էր դուր եկել։ Հենց սովածանում է, անգուսի մսով քյաբաբն է հիշում։ Շատ ռոմանտիկ ենք։ Հա։ Հիմա ինչ մի բան ուտում ենք։ Դե նենց պատմեցիր, որ եթե չուտենք հանցագործություն կգա։ Պատվիրեմ գամ։ Ես ձեզ ասում եմ կռիվ ա եղել։ Ինչ ես խոսում, ինչ կռիվ։ Դանակը ինքն իրան չէր կարող գալ ու հարվածել։ Չես իհարկե կարող էի մտածել, որ ինքնասպանության փորձ ա եղել, բայց չեմ կարծում, որ այդ ինքնասպանության փորձը փողոցի մեջտեղում կլիներ։ Դուք դրսում եք տեսել իրեն։ Հա։ Ես այս մարդուն կյանքից մեջ առաջին անգամ եմ տեսնում, չեմ ճանաչում։ Անգամ անունը չգիտեմ։ Սա էլ նշանածից տունն է, այստեղ հաճախ եմ գալիս։ Այսօր եկա ու տեսա, որ փողոցում ընկած է։ Ինձ թվաց ուշագնաց է եղել, բայց հետո ինքն իրան կանգնեց ոտքի։ Դե ես էլ որպես օգնություն բերեցի տուն, դրսում ցուրտ էր, չէի թողելու այնտեղ մնար։ Հիմա ես չեմ, դուք եք ասեք, չէիք մտածի, որ կռիվ ա եղել։ Ես որ տենց եմ մտածել։ Եկեք ձեզ օգնենք բազմոցին նստեք։ Այ մարդ լավ է, ես հարմարվել եմ ստեղ։ Դուք կարաք հենց մտածեք, որ կռիվ ա եղել։ Աղջիկը ճիշտ է ասում։ Համելնես մեծ կռիվ էլ չի եղել, լակոտներ էին, ուզում էին փողերը ստանային, չգիտեին ում այդ գործ ունեն, ունել վերջում դանակով խփեցին թռան։ Ամեն դեպքում դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։
Ոստիկանությունը տեղյակ է դեպքի մասին։ Մանրամասներն էլ իրենց կասեք, մնացածն արդեն իրենց գործն է։ Հա, այստեղ նաև դեղատոմս կա, ում փոխանցեմ։ Ես արդեն ասեցի, որ այս տղային չեմ ճանաչում։ Տվեք ինձ։ Ամեն դեպքում ուշադիր եղեք։ Տաքությունն անընդհատ կչափեք, որովհետև հնարավոր է բորբոքային պրոցես գնա վերքի շուրջ։ Այդ դեպքում անպայման պետք է դիմեք բժշկի։ Եղավ, շնորհակալ եմ։ Առողջություն ձեզ։ Ես ես կճանապարհեմ։ Բայց դու տիպ ես, գիտես։ Այդ ինչ հորինեցիր ոտի վրա։ Լավ է թե չէ։ Ճիշտ արդեն ներվայնանում եմ դեմքիդ արտահայտությունից, բայց կասես ինչի ճիշտը չասեցիր։ Ես սովորություն չունեմ մարդկանց լավության տակ մնալու։ Համարի, որ սա իմ պատասխան լավություններ քեզ։ Հուսով եմ կֆայի մեզ, չէ, որ ոստիկաններին ինչ է պետք ասել, որ երկուսիս ասածները համապատասխանի։ Այդ ինչ ես անում։ Քեզ ինչ։ Բա դեղատոմսը։ Ես կգնեմ քո դեղերը։ Ոնց որ ինձ լավություն անելը քո վրա շատ թանկ է նստում, հա։ Ես անում եմ ինձ համար, ոչ թե քո։ Ինչքան շուտ ապակին վեզու ես տնից չքվես, այդքան իմ օգուտն է։ Բայց ես մնալու տեղ չունեմ։ Չհասկացա։ Հա։ Ես նոր եմ եկել Ամերիկայից։ Ու հովոյ հետ ստեղ էինք ապրում, միջև որ ինձ տուն կգտնեինք։ Մենակ ես էր մնում պակաս։ Հա, չէ։ Դարդերը տեղից շատ էր։ Ես էր մի կողմից։ Ես չեմ հասկանում, դու ժպտալու ձևը չգիտես։ Ժպտալու տրամադրություն չունեմ։ Իսկ լինում է, որ ունենաս։ Մի խոսքով կարող ես մնալ այստեղ մինչև ապակին վես։ Դեղերդ կբերեմ։ Բա որ սովածացա։ Հեռախոս ունես, կզանգես, կպատվիրես։ Հերիկա Արման ջան, արդեն մի քանի ժամ ստեղ ես, ավելի լավ կլինի գնաս տուն հանգստանաս, քնես մի քիչ։ Ու այսօր հանկարծ էլ ոչ մի բան չանես, Էլկային էլ չզանգես։ Չէ, իմաստը որն է որ զանգեմ։ Լավ տեղ է այստեղը։ Ուտեն գնանք։ Հա։ Բալես ոնց ես։ Այսօր ամբողջ օրը տանը չես եղել։ Վահե տանն է, այստեղ չեմ կարողանում մնալ։ Ռեբեկա ջան, լավ կանես գնաս քնես։ Վաղը ծանր օր ա լինելու։ Կարող եմ այստեղ քնել մի քիչ։ Հա, իհարկե։
Պապի կարող ենք երկու բառ խոսել։ Հա, ասա բոլես։ Ես չեմ ուզում երկարացնեմ։ Մենք հեսա գնալու ենք պապայիս թաղմանը։ Ես չգիտեմ դրանից հետո ինչ վիճակում կլինեմ, բայց ուզում եմ շատ կարևոր բան խոսել։ Ասա լսում։ Ես լսել եմ քո մամայի երեկվա խոսակցությունը։ Ես գիտեմ, որ դու մտածում ես, որ պապայիս Արմանի պապան ես սպանել։ Չէ, դու չես մտածում։ Դու վստահ ես։ Չէ, ես իհարկե կասկածներ ունեմ, բայց դա հաստատ չի։ Հաստատ է։ Պապան ասում էր, որ իրենք թշնամիներ են։ Ես անձամբ եմ տեսել, ոնց են իրենք վիճում, պապի։ Գիտես, ես երեկ Արմանի հետ էլ խոսեցի։ Ինքն էլ է մտածում, որ իմ պապային իր պապան է սպանել։ Ճիշտ է, ինքը չբարձրաձայնեց, բայց ես տեսա, որ ինքն էլ է այդպես մտածում։ Պապի, ես գիտեմ, որ դու առանձնապես լավ վերաբերմունք չես ունեցել պապայիս նկատմամբ։ Բայց ես քեզ խնդրում եմ։ Ես աղաչում եմ քեզ։ Ես գիտեմ, որ դու կարող ես։ Խնդրում եմ, ամեն ինչ արա, որ այն մարդը, ով մեղավոր է հորս մահվան մեջ, պատասխան տա։ Իմ համար արա, Ռեբեկայի համար արա, հանուն մեզ, պապի։ Լավ, ինչ ես խոսել Արմանի հետ։ Այդ կարևոր չի։ Կարևորը այն է, որ ինքը լռել է։ Ինքն էլ է հասկանում, որ իր պապան է իմ պապային սպանել, բայց չի բարձրացնում։ Էլկա ջան, այն որ Արմանի պապան ասպանել քո պապային, դա դեռ ապացուցված չի։ Իսկ թե ինչ եմ կարծում ես, դա նույնպես մտորումներ են։ Ասեն, որ Արմանն էլ ոչինչ անել չի կարող։ Չի կարող, որովհետև ծնողին մատնելը աշխարհում ամենաբարդ ու ամենադաժան բանն է։ Այդ արդեն կարևոր չի։ Ես քեզ խնդրում եմ, իմ խնդրանքը արա։ Գտի այդ գարիկին ու ամեն ինչ արա, որ հորս մահվան համար պատասխան տա։ Ձյան բարելույս։ Բարելույս։ Ես ուր ես գնում։ Այսօր Միսակի թաղումն է, պիտի գնամ։ Ձյան, ես չեմ մտածում, որ դա լավ միտք է։ Ինչ ուզում ես ասա։ Ուզում ես բարկացի, ուզում ես բղավի վրաս։ Ինչ ուզում ես արագոր։ Ուզում ես ասա, որ ես անպատկառ եմ, անբարոյական եմ։ Ինձ համար միևնույն է։ Երբ որ Միսակին հողին են հանձնում, ես չեմ կարող տանը հանգիստ նստել գոր, որովհետև ինչ էլ աղաց լինի, մեկա Միսակի իմ դժվար պահերին իմ կողքին եղել է, այնպես որ ես պետք է գնամ։ Համել մի մտածի, մինչև ես տեղ հասնեմ, բոլոր արդեն գնացած կլինեն։ Չէ, քեզ զանոքուտ է ինչ-որ բան ասել։ Ահա եւ վերջ։ Հիմա մնում է միայն աղոթենք նրա հոգու հանգստության համար։ Ինձ թվում էր Վահեի մահից հետո ինձ էլ ոչինչ սենց ցավ չի պատճառի։ Բայց հիմա ինչքան շուտ գնանք այստեղից, այնքան ավելի լավ։ Բոլորն արդեն գնացել են, մնացել եք մենակ դուք։ Գնացինք։ Ես չեմ ուզում գամ։ Ռեբեկա, ասա թող։ Էլկա, գնացինք։
Ջան։ Ես գիտեի, որ մեկը գալու ես։ Եկել եմ, որ Միսակի գերեզմանի տեղն իմանամ։ Ջան, համ իմ ստեղ գտնվելն ասխալ, համ քո։ Ես քեզ չեմ խնդրել, որ դու գաս։ Բայց ես էլ մտածեցի, որ պետք չի քեզ մենակ թողնել։ Բայց արդեն եկել ենք, չէ՞։ Ես պետք է Միսակի գերեզմանի տեղն իմանամ ու հրաժեշտ տամ իրեն գալ։ Կներես։ Բարև Արման։ Բարի օր։ Լավ ես։ Ես քեզ հետ խոսելու բան ունեմ։ Կուզեմ, որ գաս տպարան։ Իմաստ չունի։ Ես ինչ որ ասելու էի, արդեն ասել եմ, ավելացնելու բան չկա։ Չէ, դա այդպես չի։ Պարզապես հիմա ոչ տեղն է, ոչ էլ ժամանակը այդ մասին խոսելու։ Մենք խոսելու բան ունենք։ Ես իհարկե քեզ կկանչեի իմ տուն, բայց հասկանում ես, չէ, հիմա տեղին չի է հրավերը։ Ամեն դեպքում ես քեզ սպասելու եմ։ Երբ ժամանակ լինի, արի։ Ինչ ես անում, բապ։ Չես կին ընդհանրապես ամոթ չունի։ Բարև ձեզ։ Ինչ ես եկել։ Մի անհանգստացեք, ես ներս չեմ մտնելու։ Ես ուղղակի ուզում եմ Միսակի գերեզմանի տեղն իմանալ։ Դու ոչ ամոթ ունես, Դիանա, ոչ էլ ինքնասիրություն։ Չես հասկանում, չենք ուզում քեզ տեղ տեսնել, գնաս տեղից։ Ես պետք է Միսակին հրաժեշտ տամ։ Ինձ գերեզմանի տեղն ասեք։ Եթե հորս հիշատակը քո համար իրոք կարևոր լիներ, դու ստեղ չէիր գա։ Ու դու ընդհանրապես իրավունք չունես գնաս պապայի գերեզմանին։ Դու ես իրավունքից խոսում, Ռեբեկա։ Դուք եք իրավունքից խոսում։ Եթե այդպես լիներ, ուրեմն ձեզանից ոչ ոք իրավունք չուներ գերեզման գնալու։ Որովհետև դուք եք Միսակին այսօր գցել։ Դուք բոլորդ Միսակին այսօրն եք գցել։ Ինչն արին է։ Ինչ է սքավոր կնոջ նման դեմքիս նայում։ Քո համար միևնույն չէր։ Դու չէիր հորդ այդ Միսակին տնից դուրս վռնդել։ Եթե դուրս չվռնդեիք, այսօր Միսակը ողջ կլիներ։ Դուք եք մեղավոր, որ այսօր Միսակը չկա ու ինձ ինչ-որ իրավունքներ եք թելադրում։ Իսկ դու, Ռեբեկա, դու չէիր, որ պատրաստ էիր հանուն սիրածը տղայի հորդ մատնելու։ Ուզում էիր մատներ, ուզում էիր բոլորին պատմեիր, որ այդ տպարանի գողությունը ինքն է արել, առանց մտածելու, թե ինչի համար արել, ինչ պատճառներ ա ունեցել, նույնիսկ չէիր իմացել, բայց քո համար միևնույնն էր, ուզում էիր ընդամենը մատնեիր։ Միսակի գերեզմանի տեղն ասեք։ Միշտ էլ հեշտ է, չէ՞։ Մարդուն մեռնելուց հետո սիրելը նարին է։ Աղջիկներ տուն գնացեք։ Մամ, Ռեբեկա, խնդրում եմ, հենց հիմա տուն գնացեք։ Բարև գոր։ Կբացատրես հասկանամ ինչի եք եկել։ Չգիտեմ ինչ պատասխանեմ։
Այս ամենավատ բանն էր, որ դուք կարող եք անել։ Աղջիկները շատ վատ են, իսկ Դիանայի այստեղ լինելը վիճակն ավելի է բարդացնում։ Տես Նարինեն ու Դիանան վիճում են, բայց հասկանում ես, չէ՞, որ սա դրա տեղը չի։ Ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ու նես չի, որ այս ամեն ինչը իմ դուրը գալիս է։ Ուղղակի որ ես չգայի, կարող ավելի վատ լիներ։ Դու քեզ ընդհանրապես ում տեղն ես դրել։ Մոռացել ես որտեղ ես ու ում հետ ես խոսում։ Այդ ո՞նց է լինում, որ ձեզ ամեն ինչ կարելի է խոսել ու ասել, իսկ ինձ ոչ, հա։ Լսի Դիանա, հիմա ոչ ժամանակն է, ոչ էլ տեղն է, որ ես ասեմ այն, ինչ մտածում եմ քո մասին։ Դու ես քո քայլով բոլոր սահմաններն արդեն անցար։ Ու ընդհանրապես ո՞նց ես համարձակվել այստեղ գալ։ Դու ամոթի զգացում ունես։ Գոնե երեխեքից վիշտը հարգի, պապային կորցրել։ Նիսակ ինձ համար էլ էր կարևոր մարդ։ Ես ընդհանրեն ուզում եմ գերեզմանի տեղն ունենալ, որ հրաժեշտ է։ Ձայնդ կտրիր։ Հենց հիմա լռիր ու գնա։ Գիտես զարմանում եմ այսքան տարի։ Ոնց եմ կարողացել աչքերս փակ ապրել ու թույլ տալ, որ քո նման անբարոյականը մտնի իմ տուն ու ընտանիքս խառնի իրար։ Ինձ համար այնքան միևնույնն է հիմա դու ինչ ես մտածում։ Քո աղջիկները ինչ են մտածում։ Միսակ ինձ համար էլ էր կարևոր մարդ։ Շատ բան եմ խնդրում։ Գերեզմանի տեղն է սա։ Լսի ոնց չես համաչում։ Ես միգուցե իրավունք չունեմ քեզ նման բան ասելու, բայց պիտի խնդրեմ, որ Դիանային այստեղից տանես։ Ինքը չի հասկանում արդեն ինչ է անում, ինչ է խոսում ու չեմ ուզում, որ վիճակը գնալով ավելի բարդանա։ Բոլորը շատ նյարդային են, պետք չի, որ ինքը այստեղ լինի։ Եթե դու ուզում ես։ Ես ուզում եմ, որ այստեղ կռիվ չլինի։ Ես ուզում եմ, որ աղջիկների վիճակն ավելի չվատանա։ Դրա համար խնդրում եմ քեզ, տար Դիանային այստեղից։ Եթե ուզում ես կտանեմ։ Հեսա կտանեմ, մանավանդ որ իմ ստեղ գալն էլ էր վատ միտք։ Այդ դեպքում ինչի եկաք։ Հաստատ ոչ Միսակի համար։ Ցավակցում եմ ձեզ։ Բարև Գոր։ Իհարկե շնորհակալ եմ, բայց շատ ավելի մեծ լավություն արած կլինես, որ հենց հիմա քրոջդ տանես այստեղից։ Ու հենց հիմա։ Չգիտեմ ինչ ասել, չգիտեմ ինչ եք խոսել, բայց ես ներողություն եմ խնդրում։ Մենք գնում ենք։ Ամեն ինչ կարգին է։ Դրանք ինչ գործ ունեին այստեղ։ Տանը կխոսենք, պապ ջան, արի ներս գնանք։ Հա, բայց ամեն ինչ նորմալ է։ Հա։ Հիմա ինչ ասեցիր, որ այդ մարդիկ այդպես վատ էին զգում իրանց։ Դու էլի մոռացար, որ ես եմ քո քույրը, ես եմ քո հարազատ, էլի բոլոր ինձանից կարևոր են, մոռացար։ Չէ, հենց էտա չեմ մոռանում։ Ոչ մի բան ցավոք սրտի չեմ մոռանում։ Ու չեմ կարող մի փոքր բան հորինեմ, գոնե որ կարողանամ արդարացնեմ արարքները։ Կլինի հիմա էլ ոչ մի բան չխոսես, ուղղակի լռես, կլինի։ Հա, կլինի, որտեվ ասեմ թե չասեմ, քո համար մեկ է ամեն ինչ։ Ես գնում եմ։ Սպասի։ Սպասի տաքսի եմ կանչում։ Ուր ես կորել, պապա։ Պապին աշխատասենյակ գնաց։ Հա։ Գնամ մոտը։ Ես հասկանում եմ, որ բարդ օր է, դժվար օր է բոլորիս համար։ Բայց մեկն ու մեկդ կբացատրի, հասկանամ ինչ էր ասում այդ Դիանան։
Մամա դու տեղյակ ես։ Արդեն վաղուց թաքցնելու ոչինչ չկա։ Ուղղակի չի ուզում հորդ մասին վատ հիշողություններ մնան։ Փաստորեն ես ճիշտ էի։ Պապան է գողացել։ Հիմա ոչ պատճառներն են կարևոր, ոչ էլ արդարացումների կարիք կա։ Կներես բալես։ Կներես, որ այս մասին հենց այս ձևով ես իմանում։ Կներես իմ աղջիկ։ Տեսա՞ր որ եկա։ Քեզ թվում է ես քեզ այդքան վատ եմ ճանաչում։ Ես չէի էլ կասկածում։ Արի կոնկրետ չասեմ, թե որտեղ եմ սպասում քեզ, իսկ դու գուշակի։ Գալիս ես այն տեղը, որտեղ որ ես սիրում եմ հաց ուտել ու որտեղ աշխարհի ամենահամով ուտելիքներն են տալիս։ Դե էլ չեմ ասում ինչ ուտելիք, բայց հուշում եմ, այն որ քեզ թվում էր թե չես սիրելու, բայց հիմա ինձանից թաքուն պատվիրում ես։ Եկել եմ, բայց ոնց որ ուտելիքը չկա։ Հենց հիմա բերեմ։ Բարի օր։ Եթե հարմար է ու եթե ասոտես կարող ենք հանդիպել։ Պիտի հետդ շատ կարևոր բանի մասին խոսեմ։ Դու ասել ես, որ եթե օգնության կարիք ունենամ, կարող եմ հանգիստ քեզ դիմել։ Հիմա ունեմ այդ օգնության կարիքը, ու քեզանից բացի ուրիշ ոչ ոք ինձ չի կարող օգնել։ Խնդրում եմ, հենց ժամանակ ունենաս, ինձ գրի, լավ։ Ես միշտ էլ քո համար ժամանակ ունեմ, Ռեբեկա ջան։ Մի ժամից դուրս եմ գալիս, եթե քեզ մի ժամից հարմար է, կարանք հանդիպենք։ Լավ, դու հասցե ուղարկի, ես կգամ։ Բալես, թեյք ուզես։ Չէ, դուրս եմ գալիս ես, արդեն տաքսի եմ պատվիրել, չեմ հասցնի։ Բայց ուր ես գնում։ Մարդ պետք է տեսնեմ։ Բայց երկար չեմ մնա, շուտ կգամ։ Հենց այսօր։ Մամ, հավատա, եթե կարևոր չլիներ, չէի գնա։ Բացի այդ, տանը ինձ լավ չեմ զգում։ Ես քեզ շատ լավ հասկանում եմ։
Գիտեմ, որ հիմա շատ դժվար է ու ծանր։ Բայց ուրիշ տարբերակ չկա, պետք է համակերպվել։ Ոնց համակերպվեմ։ Որ մեկին համակերպվեմ, Ռեբեկա։ Մի օրում ամեն ինչ կորցրի։ Պապայիս, Արմանին, թվացյալ ուրախ հիշողություններն ու երազանքները, պատկերացումները, ամեն ինչ կորցրի։ Ռեբեկա, պարզվում է այսքան ժամանակ, որ պատկերացնում էինք ուրախ կյանք ունենք, ընդամենը հորինվածք էր, հասկանում ես։ Ես չգիտեմ, հիմա ես այս ցավով ոնց եմ ապրելու։ Ինձ թվում է ես կգժվեմ։ Համենայն դեպս Արմանը մեղք չունի։ Ինքն էլ այս պատմության մեջ զոհ պակաս չի տանջվում։ Եվ ընդհանրապես ոչ մի երեխա չպիտի պատասխան տա իր ծնողի սխալների համար, ոչ մի։ Մամա, այս այդ դեպքը չի։ Ես մի պահ փորձեցի ցավս մի կողմ դնեմ ու ինձ պատկերացնեմ Արմանի տեղը։ Ու ես հասկացա, որ եթե նույնիսկ իմ ծնողը լինի աշխարհի ամենավատ ծնողը, եթե նույնիսկ լինի աշխարհի ամենավատ մարդը, ես կյանքում ի վիճակի չէի լինի այնքան ուժ ունենայի, որ իմ ծնողին դեմ դուրս գայի։ Արմանն էլ դուրս չի գա։ Ու հենց այդ է պատճառը, որ մենք իրար հետ ոչ մի կապ էլ չենք կարող ունենալ։ Իմ տաքսին եկավ, ես գնացի։ Զգույշ կլինես, բալես։ Գնամ պապին էլ հետում։ Պապին դուրս եկավ։ Ուր գնաց։ Տպարան, ոնց որ Արմանի հետ խոսելու բան ուներ։ Ես չգիտեմ, թե ինչի համար եք կանչել, բայց մտածում էի, որ մենք ամեն ինչի մասին արդեն խոսել ենք։ Հարկավոր չի այդպես լարվել, Արման ջան, մենք առաջին անգամ չէ, որ զրուցում ենք, չէ՞։ Մեր վերջին զրույցից հետո ես ասել էի քեզ, որ չքվես մեր բոլորի կյանքից, ասել էի, չէ՞։ Բայց վերջերս իմ բնավորության մեջ մի գիծ եմ նկատել, որ պիտի անկեղծ լինեմ, ինքս էլ եմ զարմանում։ Ընդունում եմ այն փաստը, որ ես նույնպես բոլորի պես կարող եմ սխալվել։ Ես եկա, դեղերդ բերել եմ։ Աստորեն գնացել է, դու գիտես։
դու գիտես, որ ես սիրում եմ ճիշտ խոսել ու ասելիքս ասում եմ ուղիղ։ Դու գիտես նաև այն, որ ես հենց առաջի օրվանից էլ չեմ հավատացել, որ այդ գողությունը դու ես արել։ Թեև դու փորձում էիր քեզ վրա վերցնել այդ մեղքը, այնուամենայնիվ ես դա հասկանում էի։ Հիմա իհարկե արդեն ամեն ինչ ավելի քան պարզ է, որ գողությունը կատարել է Միսակը, ու այդ ամենը կապված է նաև Միսակի մահվան հետ։ Դու անընդհատ պնդում էիր, որ գողությունը դու ես արել, կրկնում եմ, ես չէի հավատում, բայց դու փորձում էիր դրանով իսկ պաշտպանել հորդ։ Ես չեմ ուզում հորս մասին խոսել։ Ես անկեղծ պիտի լինեմ ու ասեմ, որ հարգում եմ քո որոշումը, հարգում եմ այն փաստը, որ փորձում էիր կոծկել հորդ արարքը, այդ ամենը վերցնելով քեզ վրա։ Քո վիճակում էր նաև Ռեբեկան։ Դու պիտի տեսնեիր, թե Ռեբեկան ինչ ծանր էր տանում այն փաստը, որ հայրն է կատարել գողությունը, ու շատ պարզ է հիմա, որ ես քեզ հասկանում եմ։ Քեզ մոտ նույնն է հիմա։ Երևի ես աշխարհում ամենածանր բանը ծնողին մեղադրելն է։ Դա մեր ուժերից վեր է։ Բայց կատարվել է սպանություն ու ես կարծում եմ, որ դու հասկանում ես դա։ Այն, որ հայրդ պիտի դատվի։